քաղաքացիական պայմանագրի վարչության անդամի թեկնածուներ են առաջադրվում։ Դուք նախ առաջադրվել եք եւ ինչ կազմը ովքեր են առաջադրվել, ովքեր չեն լինի։ Կարծում եմ կոռեկտ չի, որ ես ասեմ, թե ով չի առաջադրվել։ Դուք առաջադրվել եք։ Ես առաջադրվել եմ, ես կարող եմ խոսել միայն իմ մասին, ես առաջադրվել եմ։ Դե թող հələ կազմը ընտրվի, չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Դե կգաք կեղծի ոչ որևիցե բան չի կեղծվել, որևիցե բան չի կեղծվել, եղել են խնդիրներ, դրա համար եղել է վերահաշվարկ եւ պարոն Թորոսյանը, որի անունը դուք հիշատակեցիք, նույնպես վարչության անդամ է ընտրվել եւ այդ այսպես ասած արդյունքները ընդունել է, իսկ ինչ վերաբերվում է արդյունքներին կգնայեք, էլի դուք այնտեղ եկելնելու տեսախցիկ է։ Չեմ կարող թիմը ասել, այո, կազմը կմեծանա, կանանց քվոտա ենք ավելացրել, որ կանայք շատ ավելի շատ ներգրավված լինեն, էլի։ Դուք հավակնում եք վարչության նախագահի աշխատանքը։ Լսեք, անկեղծ չէ, որովհետև այդ աշխատանքը ինձ շատ է, էլի։ Ես չեմ ուզում, ես առանց այդ ծանրաբեռնված եմ, ինձ դժվար է հաճախ վարչության նիստերին մասնակցել։ Փաշինյանից բացի ոչ մեկ իրավունք չունի հավակնել այդ բանը։ Բայց մենք ստեղծման օրվանից առնվազն 3 այլ տեխնաց բան ենք։ Իշխանություն չէիք, Պապիկյանին մի պահ դրեցիք, հետո Նիկոլ Փաշինյանը վտանգներ տեսավ, էդ էլ վերցրեց իր ձեռքը։ Չէ, չեմ կարծում, որ նման մտահոգություն կա եւ նման մտահոգություններ երբևիցե եղել է։ Ես ձեզ ասել եմ, ձեր մտածելակերպը մեզ համեմատել մնացած կուսակցությունների հետ մի քիչ սխալ է, մենք շատ բաց ենք եւ Արայիկ Հարությունյանն ա եղել մեր առաջի կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը եւ միշտ տեխնատուներ են ունենում։ Ես ձեզ ասեմ, վարչապետը ինքն է հրաժարվել այն դեպքերում, երբ որ ինքը չի եղել, ինքն է հրաժարվել եւ այս անգամ էլ երբ որ ես եմ իրան առաջադրել որպես վարչության նախագահ, այս ընտրություններից հետո վարչության, որը որ ինքը դարավ, ես ակնկալում էի, որ էլի հրաժարվել է եւ դրա համար մի հատ երկար տեքստ ասի, բայց այս անգամ համաձայնեց, ես կարծում եմ այդ պատասխանատվությունը վերցնելը ճիշտ է։ Չգիտեմ, ինչը։ Նիկոլ Փաշինյանը։ Այո, իհարկե առաջադրել է։ Ինչպես Կուսակցականների Լսի, երբևիցե դրա կարիքը չի եղել, որովհետեւ ակնհայտ է, չէ, ես քեզ ասեմ Ես ձեզ ասեմ ավելի շատ մարդ առաջադրել ամենամինիմալ բանն է, ամառային դպրոցի 100 տեղի համար 700 դիմորդ ունեմ արդեն ես, հիմա ասենք այդ ինչ բան է։ Մտի անիդ հարցը։ Չէ, չի կարելի։ Ինչպես եք պատրաստում զավթել։ Ինչքով ասում, որ Վեհարանը պետք է զավթի։ Վեհարանը ինչքով ասում պետք է։ Վեհարանից հանել վեհի եւ հանձնախումբ ստեղծել, ընտրություններ կազմակերպել կաթողիկոսի, ինչպես եք զավթելու։ Եթե դուք հիմա գալիս եք իմ հետ հարցազրույց անելու, դուք ինչ որ բան զավթում եք, ինչ ճնշում եք, նեղացնում եք, Չէ, ուզում եմ հասկանամ, հարցը, ուզում ես արի սենց անենք, որպեսզի հասկանալի լինի մարդկանց, ովքեր որ դիտում են, որ դու տենց իբր անկողմնակալ ես եւ հարց ես տալի, որ ինֆորմացիա ստանաս, այլ ոչ թե Վեհարանաս երբեք զավթելու հարցը չէ։ Ինչ եք կարծում, օրինակ ինչ եք կարծում, բայց ինչ են կարևոր զավթել ենք։ Այսինքն, լավ, բարի։ Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ եւ սահմանությամբ սահմանված է, որ ունի հատուկ կարգավիճակ եւ Հայաստանի Հանրապետությունը բնական է պետքա իմ նաեւ կարծիքով իր դերակատարում ունենա այդ կառույցի մեջ եւ դա մեր կարծիքն է, գիտես ինչ Սահմանությունը գրած է, որ մենք որևիցե կարծիք պետքա չունենանք, այդ ոնց է, որ սահմանության այն հոդվածը, որ ձեզ ձեռ է տալիս Դուք չեք կարող կաթողիկոսի ընտրությունները կազմակերպել։ Բայց հələ սպասի, ինչ ես, բայց հələ սպասի, ես ինչ խումբ ուզենամ կարամ ստեղծեմ։ Այդ դուք կարաք 4-5 հոգով հավաքվեք, ասեք մենք 3 հոգով հավաքվում եք, կամ մի հոգի ինտերնետա ձեռը են գնում, հայտարարում է, որ ինքը լրագրող է։ Ես պետության բարձրաստիճան ներկայացուցիչ չեմ կարող ասել, որ ստեղ խնդիր կա եւ ես ուզում եմ պետությունը ուզում է այդ խնդրով զբաղվի։ Տեսեք, շատ կարեւոր է։ Այդ մենք միշտ մշտապես խոսացել ենք, որ այդ կառույցի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Այդ կառույցը հիմնված է հարգանքի վրա, այդ կառույցը հիմնված է հավատի վրա։ Հիմա դուք եկել եք ինձ հարցեր եք տալի, հիմա ես ներողություն եմ խնդրում ձեզանից եւ մի հարց ունեմ ձեզ։ Հռետորական հարց ունեմ ձեզ։ Արդյոք դուք sense համարցակ լրագրողներով, այսինքն խելացի լրագրողներով երբևիցե հարցրել եք
կաթողիկոսին կամ որևիցե սրբազանին, այնուամենայնիվ երեխա ունի, թե չունի։ Ես մի հարց եմ տալի։ Գնում եք, հարցնում եք, կարամ խոսեմ։ Գնում եք, հարցնում եք, ձեզ կներեք, ներողություն եմ խնդրում, լապշա են կախում եւ ասում են, գիտեք ինչ, այդ հարցերն են, որոնք չեն տրվում եւ արդյոք ու սկսում են կոսմոսից խոսալ։ Հիմա ասենց լավերով, լրատվական դաշտի, համարներով, խելացիներով, մի հատ խնդրում եմ ձեզ, կարող եք արդյոք այդ ինֆորմացիան բերել, ինձ պետք չի, ես գիտեմ որ ունի, եւ մեր հանրությանը ներկայացնել, տեսեք, լսեք, եթե գերակա հարց չի, ուրեմն դա կմնա եւ կմարի, բայց այդ հարցը չի մարելու։ Ընդհակառակը 2010 սաղ աշխարհը գիտեմ ասել, 2018 թվականից սկսած այդ խնդրեմը մշտապես եղել, կարամ խոսամ, հերիքա ընդհատես։ Այդ խնդրեմը մշտապես եղել է ու մշտապես իշխանությունը 2018 թվականից սկսված փորձել է դրան չանդրադառնալ, բայց այն ամեն ինչ որ կատարվում է հիմա, ժողովուրդ առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ունենա նոր կաթողիկոս, ինչ որ չափանիշներին համապատասխանող։ Իրանք իրար մեջից կընտրեն, ներողություն, քաղաքացիական պայմանագրի, Լուսինե, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը։ Այդ կաթողիկոսի չափանիշների, նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրանց կանոնակարգերում։ Եվ ախր այդ իրանք չեն։ Լուսինե, իրենք չեն։ Դուք հասկանում եք, իրանք խնդրեմը կայանում է նրանում, որ իրանց ընկալումը եւ այդ ընկալումը, որ իրանք ներշնչել են ձեզ ու որոշ որ մեր քաղաքացիներին, որ եկեղեցին իրանց բանն է, դուքյանն է, որ եկեղեցում իրանք կարող են անել ինչ ուզում են, ինչ հնարավոր է անել, բայց հենց որ գալիս ասում ես, գիտես ինչ, եղբայր, սա իմ հավատի, չընդհատես եւս, կվերջացնեմ ու երբևիցե քեզ հարցազրույց չեմ տա։ Երբ որ որևիցե մեկին չեմ տա, այդ կարգու կանոնը հերիք եղավ ինձ ընդհատեք։ Ոնց, բա ինչ պիտի անեմ։ Ձեր դասատուն չեմ, որ ձեր դասատունը լինի, տենց չէի կանի։ Եվ յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար տհաճ է, որ մտնում ես միտեղ, որտեղից քեզնից փող են մուրում։ Ես նկատի չունեմ, այն մարդկանց ասեցի չընդհատես։ Երբ որ քեզնից գայս ասում են, դե երկչախմբին էլ 50,000 դրամ էլ պետք է երկչախմբին կա։ Սուս մի րոպե, բանը, սարկավագին էս ինչը։ Ես եկեղեցին չեմ թիրախավորում։ Դուք, ես ներողություն եմ խնդրում։ Ես բարձրաստիճան պաշտոնյա եմ։ Այո, բարձրաստիճան։ Երբ որ դու ինձ հարց ես տալիս, դու Հայաստանի Հանրապետությունն ես թիրախավորում։ Դուք քաղաքական, դուք մի Մի հատ հարց եմ տալիս։ Քաղաքական պատասխանատվություն Ես հավատացյալ մարդ եմ։ Իրանք էլ հավատի։ Հիմա այդ մարդիկ սեքսով կարող են զբաղվել, թե չեն կարող զբաղվել։ Այդ մարդիկ դա այնքանով է իմ գործը, անի սպասի։ Եթե դա վերաբերվում է հավատին, եւ ես կուսակրոն ինչ որ մեկնեմ, այո, դա կարող է հանրության քննարկման արժ դառնալ։ Իհարկե, դա ոչ մեկին չի, դու մի իջ այդ մակարդակին, դու այդ մակարդակին մի իջի, դա քեզ չի վերաբերվում, դա ոչ մեկին չի վերաբերվում, լսի, այո, որովհետև ես կուսակրոն չեմ, իմ անձնական կյանքը որևիցե մեկին, օքեյ, մի ընտրինց, Անիջան, չի կարելի նման բաներ խոսալ, քննարկել ով ումից է երեխա ունեցել, եթե ինքը կուսակրոն չի, որ լրագրողը ում է տա քնում, ումից փող ա վերցնում, չի կարելի, ես քեզ արգելում եմ, լսի անի, ուշադիր, հարգելիս, ես բոլոր հարցազրույցներին պատրաստ եմ, բայց ես էլ ընտրության իրավունք ունեմ, ես քեզ արգելում եմ, ամենավատ ընդդիմադիրի, ամենավատ իմ ընդդիմախոսի, ընտանեկան կյանք, անձնական կյանք մտնել, դու դրա իրավունքը չունես, ես նույնպես դրա իրավունքը չունեմ, մենք խոսում ենք այլ կառույցի մասին, այդ կառույցը հենված է հավատի եւ հարգանքի վրա, ես որևիցե մեկի տվյալներ չեմ հավատա, Անիջան, ես որևիցե մեկի, որ շանտաժանեի շուտվանից գնացած կլեն, որևիցե մեկը շանտաժ չի անում, որևիցե մեկը նման բան չէ, բայց դու չափդ իմացի